Բարի ուշ երեկո, սիրելի հայրենակիցներ, մենք այժմ մայրաթոր Սուրբ Էջ միացնում ենք, ահա դուք տեսնում եք, այստեղ մեր թիկունքում մայրաթորն է, այստեղ է նաև իմ ընկեր Հովհաննես Իշխանյանը, այստեղ նաև մեր այլ հայրենակիցներ կան, հիմա մենք Հովհաննեսի հետ որոշեցինք միասին ուղիղ եթեր մտնել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ցավալիորեն մենք տեսանք, որ ինչ տեղի ունեցավ, սրտի մեծ ցավով տեսանք, որ հաստատի արձանագրեցինք, որ մեր հոգևոր ծառայողների մեջ քիչ չեն, հաստատի այդ թվում նաև կուսակրոն հոգևորականների, թվացյալ կուսակրոն, առերևույթ կուսակրոն հոգևորականների մեջ կան մարդիկ, ովքեր գուցե իրենց անձնական շահից կամ չգիտեմ չոր խոցելի տեղերից ելնելով կարող են ուրանալ մայրաթոռը, մեր եկեղեցին եւ դեմ դուրս գալ ամենայն հայոց կաթողիկոսին։ Մենք ինֆորմացիա ստացանք մայրաթոռից, որ այսօր կարող է այսօր կամ վաղ առավոտյան այս գիշեր կարող են վտանգներ լինել։ Չգիտեմ ինչքանով է այդ ինֆորմացիան իրական կամ ոչ իրական, համենայն դեպս մեր սրբազան հայրերից կապ հաստատեցին մեզ հետ եւ մենք այժմ այստեղ ենք, փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում պաշտպան կանգնել մայրաթոռին, այն մայրաթոռին, որը ուրացան մի շարք եպիսկոպոսներ, որոնց մեջ նաեւ շատ մեծ ցավով եմ ասում նաեւ իմ շատ հարազատ մարդիկ, ում ես շատ հարգում եւ գնահատում եմ։ Սիրելի հայրենակիցներ, գիտեք, մենք կարող ենք մեր թուլությունները, թույլ տեղերն ունենալ եւ կարող ենք խոցելի տեղեր ունենալ, կարող ենք, չգիտեմ, խնդիրներ ունենալ, անձնական թուլություններ եւ Նիկոլ Փաշինյանը միշտ օգտվում է մեր թուլություններից, մեր խնդիրներից, բայց միշտ իմացեք, որ երբ որ մենք մեր անձնականը գերադասում ենք ընդհանուրից, հայրենիքից, հանուն մեր անձնական, թեկուզ մեր գոյության զոհաբերում ենք հայրենիքը, զոհաբերում ենք Արցախը, զոհաբերում ենք հիմա էլ մայր եկեղեցին, ես գիտեմ մեկ պարզ ճշմարտություն։ Հրեշը չի խնայում ոչ ոքի։ Հրեշը ոչնչացնում է նաև նրանց, առաջին հերթին ոչնչացնում է նրանց, ովքեր դավաճանել են արժեքներին։ Եվ ես վստահ եմ, բոլոր այն եպիսկոպոսները, բոլոր այն քահանաները, բոլոր այն անձինք, ովքեր այս պահին ուրացել են մայրաթոռը եւ դեմ են դուրս եկել վեհափառին, այդ մարդիկ առաջինն են ենթարկվելու հրեշի, ինչ ասենք, ինչ բառ ասենք,